Սա Գյումրու Կարենտեմիրճյան փողոց 35 հասցեն է, որտեղ այսօր վաղ առավոտյան սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել։ 37-ամյա որդին սպանել է ծնողներին։ Ինչպես նշում են հարևանները, տղան հաշվառված էր հոգեկան առողջության կենտրոնում եւ ընդամենը 3 ամիս առաջ էր տուն եկել։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկաններ, քննիչներ, ժամանել է նաեւ դիատարը, որպեսզի սպանվածների մարմինը տեղափոխվի դիահերձարան։ Նշեմ, որ ընտանիք ունի 3 երեխա, 2 դուստրերը ամուսնացած են եւ փաստացի ծնողների հետ բնակվում էր միայն որդին։ Միշտ ես իրանց տունը մտե ելել եմ, իրանք շատ լավ մարդիկ են եղել, բայց ինչ հաշիվ եղել, էդի ես չիտեմ, Ազիզ ջան։ Էդի ես արդեն չիտեմ։ Առավոտ ելել եմ, տեսել եմ, որ մեռած են։ Ես թաղը կապրեմ իրևը։ Իմացա վազել են եկել եմ ստեղ տեսնեմ։ Մերը թաղի բժշկուհին էր։ Այնպես լավ աղջիկներ, շնորհքով, ծանդար, չափած, ձևած, շատ լավ ընտանիք են։ Յուրահատուկ ընտանիք են, դե ինչի չիտեմ ինչի այդպես եղել, էդի ես խաբար չեմ։ Սա հետ շփվել եմ, բայց այդ ընտանիքից չեմ շփվել, գիտեմ, սա դա հերը, որ խփել են, հա։ Թե չեն ինձ, իրանք խելոք են, ինձ կռվի դավի հետ չելն, կարար ասենք տղեն հոգեկան խանգարում էր, կարող է գորգարար, մորգարար ու վսյո։ Ձեր տունը համեմատած ավելի մոտ է։ Իմ տունն է սա։ Հենց դիմացն է, հա։ Էս է։ Այսինքն ձայներ, արտառոց որևէ բան։ Չէ, ես չեմ լսել ոչինչ, չեմ կարող։ Ձենձուն չի ելել вообще։ Մեր տունի յահակի վես։ Դե տունը առանց դե լեսան ներսնել, հայատնել տունն են կողքնել է իրանը։ Դենց աղմկոտ բան չենք լսել մենք։ Մեր դռնից էլ չի լսում։ Մեր տունը ստեղ ներսն է։ Մուտքը հեն անդեղ է, բայց ստեղից ներս ընդեղ է տները, ստե սենյակ մենյակ չկա։ Էտա, եղե։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, սպանության եւ ապօրինի զենք կրելու հատկանիշներով ծնողների սպանության մեջ մեղադրվող տղամարդը ձերբակալվել է։ Ուշագրավ է, որ Նարեկը 7 տարի առաջ նույնպես փորձել էր ծնողներին սպանել, նրանց վրա դյուրավառ հեղուկ լցնելով, հրկիզելու ճանապարհով, սակայն չկարողանալով իր նպատակին հասնել, իր մոտ եղած դանակով բազմաթիվ հարվածներ էր հասցրել հոր դեմքին, գլխին, ձեռքերին։ Միայն մոր եւ քրոջ միջամտության շնորհիվ նրան չէր հաջողվել սպանել հորը։ Դրանից հետո ոստիկանությունը նրան ձերբակալել է, տեղափոխել Գյումրու հոգեբուժարան, ապա դատարանը Նարեկին անմեղ սունակ է ճանաչել, ինչից հետո նա տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժարան ստացիոնար բուժման։ 3 ամիս առաջ նրան հոգեբուժարանից դուրս են գրել, Նարեկը վերադարձել է տուն, որտեղ ապրում էր ծնողների հետ։ Ուշագրավ է, որ տարիներ շարունակ Նարեկը պարբերաբար հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Տարիներ առաջ քրոջն է փորձել խեղդելով սպանել, մի անգամ էլ իրենց տան կտուրն է այրել։ Հարց է առաջանում, թե 2009 թվականից հոգեբուժարանում հաշվառված եւ բազմիցս ագրեսիվ վարք դրսեւորած քաղաքացին ինչպես է հայտնվել հոգեբուժարանից դուրս եւ արդյոք դաժան սպանությունների համար պատասխանատվություն են կրելու նաեւ այն պատկան մարմինները, որոնք որոշել են, որ Նարեկի դրսում գտնվելը վտանգավոր չէ շրջապատի համար։